Ամեն։ Սիրելիներս, այսօրվա ավետարանական ընթերցումի մեջ Տեր Հիսուս 3 առակ պատմեց, ասելով նախ երկնքի արքայությունը նմանվեց մի մարդով արտի մեջ գանձ գտավ, գնաց ամեն ինչ վաճառեց, եկավ այդ արտը գնեց։ Երկրորդը երկնքի արքայությունը նմանվեց մի մարդով թանկարժեք մարգարիտներ էր փնտրում, երբ որ գտավ, գնաց իր ամբողջ ունեցվածքը վաճառեց, եկավ այդ մարգարիթը գնեց։ Եվ երրորդ ասում է, երկնքի արքայությունը նմանվում է մարդուն, որ ուրկանը նետեց ծովը, եւ ամեն տեսակ ձկներ դուրս եկան, բարի եւ վատ, եւ հրեշտակների օրինակով ցույց տվեց, որ դրանք լավ ու վատ մարդիկ են, որ դատաստանի ժամանակ պիտի առանձնացնեն։ Եվ ամենակարևոր հարցը տվեց վերջում առաքյալներին. հասկացաք, եւ առաքյալներն ասեցին. այո Տեր, հասկացանք։ Ինչ է սա նշանակում, սիրելիներս։ Երկու առակով ցույց է տալիս, թե մարդկային հոգին ինչքան կարևոր է Աստծո համար եւ մարդու համար, հենց ինքը մարդը պիտի փնտրի գտնելու, հասկանալու ինչ է այս աշխարհը։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում փնտրտուքի մեջ ենք։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում գեղեցիկն ենք փնտրում, լավն ենք փնտրում, քաղցրը, անուշը, հոգևորը, հարազատը, ինչը որ մեր սրտի համար է։ Բայց մենք ինչ ենք ներդնում այնտեղ, որպեսզի այդ ամենը ունենանք։ Մենք շատ հաճախ խառնվում ենք աշխարհի հետ ենք կռվում, աշխարհի հետ դուրս ենք գալիս պատերազմի, փորձելով հաղթել աշխարհին, բայց մոռանում ենք, որ նախ ինքներս մեզ չենք կարողացել հաղթել եւ մենք ինքներս չենք կարողանում կառավարել։ Դրա համար Հռոմեական առածն ասում է. լավ այն մարդը, մի ամբողջ իր կրքերն է կարողանում ղեկավարել, քան այն մարդը, որ մի ամբողջ քաղաք է ղեկավարում։ Եթե մարդը ինքն իրեն չի կարող ղեկավարել, ինքն իր հանդեպ չի կարող այնպիսի կեցվածք ունենալ, որ ճշմարտության հետևից լինի եւ հատկապես քրիստոնյան երկնքի արքայության փնտրողը լինի, նա չի կարող։ Արդ այս աշխարհն է, սիրելիներ, եւ վաճառականն էլ Աստված է, որ փնտրում է Աստծո համար ըստ ավետարանական քարոզության, մարդկային հոգին ամենաթանկն է։ Աստված իր ամեն ինչը վաճառեց, այսինքն իր ամեն ինչ անգամ իր միածին որդուն տվեց այս աշխարհի փրկության համար, որ այդ մարգարիտը մարդու հոգին շահի։ Մենք էլ ապրելով այս աշխարհի մեջ մեր հոգու մասին շատ քիչ ժամանակ ենք տրամադրում մտածելու, խորհելու հոգու համար։ Հատկապես այսօր երբ որ ճանապարհին գալիս ենք, աղջիկներից մեկը հարցրեց. ինչու մարդիկ հոգատար չեն կամ ինչու իսլամի մեջ մարդիկ ավելի պարտաճանաչ են իրենց հավատքի, իրենց կրոնքի հանդեպ, քան մենք քրիստոնյաներս։ Պատճառը մեկն է, որովհետև մենք միշտ տեսանելին ենք փնտրում։ Նյութական աշխարհի մեջ է մեր ամբողջ կռիվն ու պատկերացումը, որովհետև մենք ամեն բան անում ենք, որ մեր երեխան լավ կրթություն ստանա, գեղեցիկ հագնվի, լավ ու ապահով տան մեջ ապրի, լավ երկրներ գնա, պտտվի, բայց մեր երեխային այդ ամենի հետ մեկտեղ Աստծուն սիրելու ճանապարհը ցույց չենք տալիս, որովհետև մենք ինքներս այդ ճանապարհը չգիտենք, որովհետև մենք ինքներս էլ այս աշխարհի ամբողջ վատը, որ մեր վրա նստած է, ամբողջ աշխարհի մեղքը, որ մեր վրայով ամեն օր անցնում է, մենք էլ տրվել ենք այդ հոսանքին ու գնում ենք։ Մի պահ կանգ չենք առնում մտածել, բայց երբ որ վտանգը կա, ցավը կա, կորուստը կա, արդեն կործանումը կա, մենք վազում ենք Աստծո մոտ, նրա փեշերից կախվում ու խնդրում ենք զավակից փրկել։ Մեր ժամանակի 20-րդ դարի նշանավոր հոգևորականներից մեկը, Սերբիայի Պավել Պատրիարքը, շատ գեղեցիկ մի խոսք ուներ, ասում էր. եթե մենք այսօր մեր երեխաների հետ չխոսենք երկնքի արքայության մասին, չխոսենք Աստծո մասին, վաղը մենք ստիպված ենք լինելու Աստծուն խնդրել մեր երեխաների համար։ Եթե մենք այսօր այդ երեխաներին չճանաչեցրեցինք Աստծո հետ, ցույց չտվեցինք որն է ժամանակավորը, որն է հավիտենականը, մենք վաղը միայն պետք է խնդրենք Աստծո ողորմությունը, Աստծո սերն ու քաղցրությունը պետք է խնդրենք, որ այդ զավակի հոգին պահի, պահպանի, որպեսզի դժոխքի բաժին չդառնա։ Եվ տեսեք, երրորդ օրինակի մեջ արդեն դատաստանի մասին է խոսում Տերը, որ ուրկանը պիտի նետի, ինչպես ձկնորսն է անում, ձկները պիտի հանի եւ պիտի տարբերի հանի լավ ու վատը, ովքեր են այդ մարգարիտի համար, երկնքի արքայության համար ապրել այս աշխարհի մեջ, ովքեր են ապրել այս աշխարհի մեջ, աշխարհի համար Աստծուն դեմ գնալով։ Եվ ասում է պիտի հրեշտակները զատեն ու հնոցը պիտի նետեն։
Եվ հարցրեց Հիսուս վերջում. հասկացաք ինչ ասացի։ Առաքյալները բոլորը միաբանորեն ասացին. այո Տեր, հասկացանք։ Նույն հարցը այսօր մեզ է տալիս. հասկանում եք ես ինչի մասին եմ խոսում։ Հասկանում եք ես ինչու եմ զոհաբերվել ձեզ համար։ Հասկանում եք ես ինչու եմ երկնքից երկիր իջել, որպեսզի դուք կարողանաք երկրից երկինք վերադառնալ։ Ինչու եմ ես խաչվել ձեզ համար։ Ինչու եմ ես խաչի վրա ձեզ ասել, ձեզ համար Տիրոջը խնդրել ասել Տեր, ների, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Մենք ասում ենք հասկացանք Տեր։ Ինչպես որ այդ պահին առաքյալներ ասացին ու չհասկացան, որովհետև օրեր հետո վիճեցին իրար հետ, թե ով պետք է մեծը լինի Հիսուսից հետո այս աշխարհի վրա։ Նույնը մենք ենք անում, հասկանում ենք, գիտակցում ենք, բայց կյանքը այլ բան է պահանջում մեզ եւ մենք տրվում ենք կյանքի ընթացքին։ Աշխարհը ասում է դու քեզ համար պիտի ապրես։ Այս աշխարհի մեջ ինչ որ կա, քո պետքերի համար է, քո հաճույքի համար է, հանկարծ որևէ մեկին չխնայես, եթե պետք է ցանկացած մեկի վրայով պիտի անցնես, որովհետև քեզ համար այդպես լավ պիտի լինի։ Բայց Հիսուս ասում է, եթե քո ընկերոջը չսիրես, ինչպես ինքդ քեզ ես սիրում, չես կարող։ Ամենամեծ պատվիրանը սա է Տիրոջը սիրելուց հետո, քո դիմացի մարդուն տեսնել, գնահատել ու արժևորել։ Մենք ինչ ենք հասկանում այս աշխարհի մեջ։ Մեր ամբողջ կյանքի ընթացքում ենք Սուրբ Գիրքը կարդում ենք, երբեմն անգիր գիտենք տողերը, էջերը, որ գլխում, որ համարի մեջ ինչ է գրված, բայց այդպես էլ այդ խոսքը մեր կյանքի մեջ մարմին չի ստանում, կյանք չի դառնում, հույս ու սեր չի դառնում, ոչ մեր կյանքն է փոխում, ոչ ուրիշի կյանքն է փոխում։ Ես երբ որ գիշերները մենակ եմ մնում, շատ հաճախ եմ անդրադառնում ինքս ինձ եւ իմ շրջապատում եղող բոլոր մարդկանց, ովքեր որ եկեղեցու մեջ են, տարիներով, թե հոգևորականներ, թե հավատացյալներ։ Ու միշտ տեսնում եմ, որ գրեթե բան չի փոխվել մեր մեջ։ Նույն շարժումներն են, նույն նստուկացն է, նույն երկրպագությունն է, նույն խոնարհությունն է, նույն կոպտությունը, նույն չարությունը երբեմն մեր մեջ է, ամեն բան նույնն է։ Եվ միշտ հարցնում եմ Տիրոջը, ինչու՞։ Որովհետև մենք մեզ ենք հարմարեցրել քրիստոնեությանը։ Քրիստոնեությունը մեր կենցաղին ենք հարմարեցրել, այսպես է, մարդիկ ուզում են, որ մենք լավը լինենք, սուրբ լինենք, առաքել լինենք, մենք այդպես ապրում ենք, բայց իրականում մենք այդպիսին չենք։ Մարդիկ ուզում են, որ մենք աստվածապաշտ երևանք, մենք այդպես ենք երևում։ Մարդիկ ուզում են, որ մեր խոնարհություն տեսնեն, մենք այդպես ցույց ենք տալիս դրսից, բայց ներսից մենք այդպիսին չենք։ Ներսից մենք ցանկացող ենք, հպարտություն ունենք, եսասիրություն ունենք, անհանդուրժողականություն ունենք, այդպիսին ենք մենք ներսից։ Դրա համար է Պողոս առաքյալն ասում, այս արտաքին մարդը պիտի քայքայվի, ներքին մարդու մասին մտածեք, ներքին մարդը պիտի ապրի, եւ այդ ներքին մարդու համար է այս աշխարհի մեջ Քրիստոս եկել մեզ համար խաչվել։ Մենք ինչ ենք հասկանալու եւ ինչպես պիտի հասկանանք Տիրոջ այս խոսքը, բառացիորեն պիտի հասկանանք, հոգեվոր պիտի հասկանանք, թե նոր պիտի հասկանանք։ Մինչև այս աշխարհի համար չմեռնենք, մինչև այս աշխարհի մեջ մենք մեզ Սուրբ Հոգու տաճար չդարձնենք, չնորոգվենք, ներքին մարդը պես չլինենք, չենք կարող սիրելիներ Քրիստոսին մոտենալ ու ճանաչել։ Շատերն են Քրիստոսի անունը կանչել, պիտի կանչեն, բայց Տերն ասում է պիտի գա ժամանակը, դատաստանով պիտի ասեն, որ ես ձեզ չեմ ճանաչել։ Պատկերացնում եք, երբ որ դու կանգնես Տիրոջ առջև ու Տերն ասի, ճիշտ է դու մկրտված ես եղել, քրիստոնյա ես եղել, հոգևորական ես եղել, բայց ցավոք սրտի ես քեզ չեմ ճանաչում, որովհետև դու ինձ չես ճանաչել։ Մենք շատ հաճախ երկար տարիներ մարդկանց հետ նույն տեղը ապրում ենք, քայլում ենք, բայց իրար չենք ճանաչում, որովհետև մեզ թվում է թե անուն ազգանուն իմացանք, որտեղ է աշխատում, որտեղ է ծառայում, քանի երեխա ունի, մենք մարդուն ճանաչեցինք։ Չէ, մարդուն ճանաչելու համար դու պիտի շփվես, նրա տուն պիտի գնաս, նրա այդ բարեկամություն պիտի անես, նրա ցավը քո ցավը պիտի դառնա, նրա ուրախությամբ դու պիտի ապրես, այդպես է Տերը մեզ հետ ապրում։ Տերը մեզ հետ ամեն օր այդպես է շփվում, բայց մենք Տիրոջը ճանաչում ենք գրքով եւ ոչ ավելին, կամ քահանայի խոսված քարոզով։ Մենք անձնական հանդիպում չունենք, մեր օրվա մեջ, շաբաթվա մեջ, ամսվա մեջ մենք իր հետ հանդիպում չենք նշանակում, իր հետ չենք առանձնանում։ Ինչպես որ սիրահարը միշտ ձգտում էր սիրելի հետ առանձին լինել, որպեսզի իրար հետ ամեն ինչ խոսեն, կիսվեն, գրկախառնվեն, այսպես է Տերը ուզում մեզ, որ իր հետ այդպեսի շփում ու հարաբերություն հաստատենք, որպեսզի երբ որ դատաստանի ժամանակ ուրկանը գցի, մենք վատ, գեշ ձկների պես չլինենք, այլ ուտելու ձկների պես լինենք, տուն տանելու ձկների պես լինենք, որ երկնքի արքայության մեջ
կարողանանք։ Եվ հիմա այսօրվա հարցից հետո մենք պատրաստ ենք ասել այո Տեր, մենք պատրաստ ենք այդպիսին լինելու։ Այո Տեր, ինչ էլ որ լինի այս աշխարհի մեջ, մենք քեզ չենք դավաճանելու։ Ինչ էլ որ լինի, մենք չենք կասկածելու քո ներկայությանը։ Ինչ էլ որ լինի, մենք վստահ ենք, որ դու մեզ հետ պիտի լինես։ Շատ հաճախ մարդիկ նաև մահվան ժամին մտածում են, եթե մեռնեմ, արդյոք այնտեղ ինչ որ բան կա, իսկ գուցե մեր ամբողջ կյանքը զուր անցկացրեցինք։ Ես վստահ եմ, եթե ոչինչ էլ չլինի այնտեղ, Քրիստոս ինձ այնտեղ սպասում է։ Միայն Քրիստոսի համար կարելի է այնտեղ հայտնվել, այդ ուրախությունն ու ցնծությունը զգալ ու ապրել։ Թող Տերը օրհնի մեզ բոլորը, սիրելիներ։ Այս Սուրբ Խաչ եկեղեցու մեջ, որ այսօր այստեղ ենք ուխտի պատարագի, Սուրբ Խաչի զորության, որ Սուրբ Խաչը սանդուղ դարձավ, կամուրջ դարձավ երկնքի ու երկրի մեջ, մեզ համար այդ ճանապարհը միշտ բաց լինի, մենք չսայթաքենք այդ ճանապարհից։ Այդ ճանապարհը, որ գծված է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, չվախենա քրիստոնյան բարձրանալ այդ ճանապարհով։ Այդ ճանապարհը բացված է մեզ համար, երբեք չկասկածես այնտեղ քեզ ով պիտի սպասի։ Այնտեղ Տերն է մեզ սպասում։ Ինքն է ասում. եկեք մտեք իմ հոր ուրախության մեջ, իմ հոր օրհնվածներ, եւ այդ ուրախության մեջ է քրիստոնյայի կյանք, այդ հոգեվոր ուրախության, ինչպես Առաքյալն ասում, ուրախ եղեք, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք։ Այդ հոգեվոր ուրախությունը, որ կա, ինչ որ քո շուրջը կատարում է, ինչ որ քո շուրջը տեղ է ունենում, չի խանգարում քո ուրախությանը, որովհետեւ դու գիտես, որ Տերը քեզ հետ է այսօր, վաղը եւ հավիտյան։ Թող Տիրոջ շնորհն ու սերն ու խաղաղությունը ամենքիս հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։